Շարունակենք Դանիելի 7-րդ գլուխը 9-րդ համարից այս անգամ։ Անցած անգամ տեսանք 4 գազանների մասին տեսիլքի սկզբնական հատվածը, բայց քանի որ շատ ծավալուն է, փորձեցինք գոնե երկու կեսով անել գլուխը, որ կարողանանք ժամանակի մեջ տեղավորվել։ Ուրեմն 14 մի հատ էլ վերհիշենք, հա, առաջի 14 համարները խոսում են տեսիլքի մասին ու 15-ից 18-րդ համարները խոսում են ընդհանուր մեկնության մասին, մանրամասն այսպես կենտրոնացում, հա, ֆոկուս կա 19-ից 27-րդ համարում 4-րդ գազանի վրա ու արդեն 28-րդ համարը որպես sense ամփոփիչ մի նախադասությամբ եզրափակում է գլուխը։ Ու մենք տեսանք ծովից ելնող 4 գազան անցած անգամ ամեն մեկը մի կենթանակերպի, հա, նմանությամբ ու 4-րդ գազանը իր տեսքով ոչ մի բանով նման չէր դրանից առաջ եղող նախորդ 3-ին։ Հիմնականում այս հատվածը արդեն որ մենք կնայենք, խոսելու է այդ 4-րդ գազանի մասին, դրա ինքնության մասին ու գործունեության մասին։ Այսինքն առաջին այն 3-ի կենտրոնացումը մնաց այդ առաջին 8 համարներում։ Նու հիմնականում, այսինքն։ Ու ուստեղ եթե սկզբից կարդանք 9-ից 28-րդ համարները ու արդեն շարունակենք։ Նայում էի, մինչև որ գահեր դրվեցին եւ հինավուրցը նստեց։ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, իսկ գլխի մազը մաքուր ասրի պես։ Նրա գահը կրակի բոցի պես էր, նրա անիվները բոցավառ կրակի։ Մի կրակեգետ էր հոսում եւ գնում նրա առջևից։ Հազարավորներ ծառայություն էին մատուցում նրան եւ բյուրբյուրավորներ կանգնած էին նրա առաջ։ Ատյանը դատելու նստեց եւ գրքերը բացվեցին։ Այն ժամանակ եղջյուրի խոսած մեծ խոսքերի պատճառով շարունակում էի նայել, մինչև որ տեսա, որ գազանը սպանվեց եւ նրա մարմինը կործանվեց ու կրակի բոցին տրվեց։ Եվ մյուս գազաններից վերցվեց նրանց իշխանությունը, սակայն կյանքի երկարություն տրվեց նրանց մինչև մի ժամանակ եւ ժամանակ։ Եվ գիշերվա տեսիլքներում տեսնում էի, ահա մարդու որդու նման մեկը երկնքի ամպերով եկավ եւ հինավուրցին մոտեցավ։ Եվ նրա առաջ բերին նրան, եւ նրան տրվեց իշխանություն եւ պատիվ եւ թագավորություն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը, լեզուները նրան ծառայեն։ Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնի, ու նրա թագավորությունը չի կործանվի։ Ես Դանիելս իմ մարմնում հոգով վշտացա, եւ իմ գլխի տեսիլքները ինձ անհանգստացրին։ Կանգնածներից մեկին մոտեցա ու հարցրի այս բոլոր բաների ճշմարտությունը, եւ նա ասաց ինձ այս բաների մեկնությունն ու իմացրեց ինձ. այս 4 մեծ գազանները 4 թագավորներ են, որոնք երկրից են ծագելու։ Բայց Բարձրյալի սրբերը վերցնելու են թագավորությունն ու թագավորությունը հավիտյան ժառանգելու են հավիտյանս հավիտենից։ Հետո ուզեցի 4-րդ գազանի մասին ճշմարտությունն իմանալ, որ մյուսներից տարբեր էր եւ խիստ ահեղ, ատամները երկաթից ու եղունգները պղնձից, ուտում էր ու փշրում էր, իսկ մնացածը ոտնակոխ էր անում։ Եվ նրա գլխի 10 եղջյուրների մասին եւ այն մյուսի մասին, որ դուրս եկավ, ում առաջ 3-ը ընկան, նաեւ այն եղջյուրի մասին, որ աչքեր ուներ ու մեծ բաներ խոսող բերան, որի տեսքը ավելի մեծ էր, քան իր ընկերներինը։ Տեսա, որ այդ եղջյուրը պատերազմում էր սրբերի դեմ եւ հաղթեց նրանց, մինչեւ որ եկավ հինավուրցը եւ իրավունքը տրվեց Բարձրյալի սրբերին, եւ ժամանակը հասավ, որ սրբերը թագավորությունը վերցնեն։ Այսպես ասած, 4-րդ գազանը 4-րդ թագավորությունն է լինելու երկրի վրա, որ բոլոր թագավորություններից տարբերվելու է եւ կուլ է տալու ամբողջ երկիրը, ոտնակոխ է անելու այն ու փշրելու է։ Իսկ այն 10 եղջյուրները այն թագավորություններից 10 թագավոր են բարձրանալու եւ նրանցից հետո մի ուրիշն է ծագելու, որ տարբեր է լինելու նախորդներից։ Եվ պիտի հպատակեցնի 3 թագավորներին։ Բարձրյալի դեմ մեծ խոսքեր է խոսելու եւ Բարձրյալի սրբերին մաշեցնելու է։ Խորհելու է, որ փոխի ժամանակներն ու օրենքները եւ նրանք նրա ձեռքն են տրվելու մինչև մի ժամանակ եւ 2 ժամանակներ եւ կես ժամանակ։ Բայց ատյանը պիտի նստի եւ նրա իշխանությունը պիտի վերցնեն, որպեսզի իսպառ ոչնչացնեն ու կործանեն։ Եվ թագավորությունն ու իշխանությունը եւ ամբողջ երկնքի ներքո գտնվող թագավորության մեծությունը պիտի տրվի Բարձրյալի սրբերի ժողովրդին, ում թագավորությունը հավիտենական թագավորություն է եւ բոլոր իշխանությունները պիտի նրան ծառայեն ու հնազանդվեն։ Մինչև այստեղ է խոսքի վախճանը։ Ինձ Դանիելիս շատ էին խռովեցնում իմ խորհուրդները, երեսիս գույնը փոխվեց, սակայն խոսքը սրտումս պահեցի։ Այս հատվածին կփորձենք sense ամփոփ, հա, կարճ մի
անգամ էլ հատկացնել ու ասեմ, որ եթե խորանանք մոտավորապես 7 մեկնություն կա տարբեր, որ պատմականորեն գոյություն ունեն կոնկրետ այս հատվածի բաների վերաբերյալ ու այդ 7-ի մեջ էլ կան իրենց առանձին սենց ենթա տարբերակները ու ռեալ չի էլի մի անգամով այս ամեն ինչին անդրադառնալը դրա համար ուղղակի սենց ավելի մտածում եմ ճիշտ կլինի հենց տեքստին անդրադառնանք կոնկրետ նայենք թե ինչ է ասում ու փորձենք այդտեղից կիրառություններ վերցնել եւ վերջ ընթացքում կարանք անդրադարձանենք մի երկու բայց այդ բոլորը մանրամասն սենց նայելը մի անգամով իրատեսական չի դրա համար եթե նայենք մենք անմիջապես մեր հատվածին 9-ից 10 համարները տեսնում ենք ինչ պատկերացրեք Դանիելը տեսիլքի մեջ է տեսնում է ծովից ելնող այդ ահեղ գազաններին հերթով բարձրանում է ու ստեղ արդեն ունենք երկնային տեսարանի հանկարծակի փոփոխություն այսինքն ծովից իր ուշադրությունը բարձրանում է դեպի երկինք տեսնում ենք որ միանգամից երկնային տեսարանին է արդեն հղումարվում ու տեսարանը փոխվում է ինչ է գալիս որ գահեր են դրվում ու տեսնում է որ միայն մի գահն է զբաղված ու Դանիելի ուշադրությունը հենց կենտրոնանում է այդ գահի վրա որը զբաղված է այսինքն ինքը երկինքն է տեսնում ու ստեղ բանաստեղծական ոճով, բանաստեղծական լեզվով փոխանցված է, որ կարգ կա, գեղեցկություն կա այդ տեսարանի մեջ, այդ երկնային իրականության մեջ ներդաշնակություն կա, եթե փորձեք դուք էլ մտքով պատկերացնեք ինչ է այնտեղ կատարվում, գահերը դրված են, բյուրբյուրավորներ, հազարավորներ ծառայություն են մատուցում։ Այս ներդաշնակությունը կարծես sense ոնց որ գա ի հակադրություն այդ ծովի քաոսին ու գազանների այդ վայրագությանը։ Սկզբից տեսնում էր գազանային ինչ-որ վիճակ, միանգամից տեսիլքը փոխվում է դեպի երկնային իրականություն, բայց այնտեղ ներդաշնակություն է։ Բայց այս ամեն ինչը տեղի ունենում նույն ժամանակահատվածում։ Ոստեղ ունենք հինավուրցը արտահայտություն, որ մի տեսակ անսովոր արտահայտություն է մեզ համար, որտեղ 5 տականում ինքը չհանդիպող արտահայտություն է, ու բառացի նշանակում է, որ ինքն է ժամանակի աղբյուրը։ Այսինքն մեկը, ով նախքին օրերից գոյություն ունի, եթե մեկն ենք, ասացի, որ ինքն է ժամանակի աղբյուրը։ Ու եթե փորձեք պատկերացնել, սկզբում տեստողը կարող պարզապես, ասենց ասած, ծեր մարդ տեսնի գահին նստած, որտեղ տենց է նկարագրվում։ Քանի որ ինքը անսպասելի է հանդիպում, այս տեսիլքում, կարելի է տենց տպավորություն ստանալ, որ ոնց որ ծեր մարդ լինի։ Ինչի համար է սենց նկարագրվում, որովհետև ինքը ասում է, որ ինքը հինավուրցն է։ Բայց մենք պետք է զգույշ լինենք, որովհետև մենք գիտենք, որ Աստված հոգի է, չէ՞, մենք Հայր Աստծո մասին գիտենք, որ ինքը մասերից բաղկացած չի, այսինքն այս տեսիլք է, պետք է դա լավ հիշենք, որ սա տեսիլք է։ Ու ստեղ ամեն ինչ խորհրդանշական է, իր սպիտակ հագուստը, մազերը մաքրության խորհրդանիշն են, ոնց որ հայտնության մեջ չէ, Հիսուսի մասին արդեն կասվի։ Կա կրակոտ գահ ու անիվներով գահ։ Այս ամեն ինչը մեզ տանում է Եզեկիելի մարգարեությանը, չէ՞, որ սկզբից մարգարեն Եզեկիելի մարգարեության առաջին գլխում տեսնում է Աստծո գահը, որը իրականում շարժվում է առաջ, կրակոտ այսպես անիվներով։ Ու ըստեղից մենք հիշում ենք Եզեկիելի տեսիլքը ու կրակի գետ նաև գոյություն ունի, որը խորհրդանշական է Աստծո ներկայության ու խորհրդանշական է Աստծո դատաստան։ Ինքը այդտեղ ներկա է։ Այսինքն պատկերացրեք տեսիլքը երկրային այդ իրականության մեջ գազանային բնույթի է, այդ իրականությունը, բայց տեսնում ենք, որ մեկը մոտենում է իր դատաստանով։ Այդ կրակը, այդ հոսող գետը, այդ ամեն ինչը դրա խորհրդանիշն է։ Ու 5 տականում կրակը իրոք խորհրդանշում է Աստծո ներկայություն ու դատաստան, մենք գիտենք իր գալուստին նախորդող զորություն է նշանակում։ Օրինակ Սաղմոս 97-ի 3-ը եթե կարդանք, տեսնենք, որ Աստված էլի մոտենում է կրակի դատաստանի համար։ Ու այս գահի կրակոտ բնույթն էլ ոնց որ հայտնությունը մի քիչ ուրիշ կերպ է տալիս, նկարագրություն գահին, բայց այստեղ կոնկրետ այս նկարագրությունը Եզեկիելին ավելի շատ մոտ։ Որտեղից որ հոսում էր այդ կրակի գետը գահի մասին եթե խոսենք։ Ու այս միտքը իրականում միայն Դանիելի մոտ չի, այրվող մորենուց ելից 3-րդ գլխից մինչև Մաղաքեի 4-րդ գլուխը, այսինքն ամբողջ 5 տականը
մենք այնտեղ էլ Մաղաքիայի 4-ում խոսում է կրակի դատաստանի մասին։ Մենք տեսնում ենք, որ կրակը հաճախ պատկերում Աստծո ներկայությունը կամ որպես իր առջևից գնացող մի բան է նշանակում, բայց իր գալուստը նախապատրաստող դատաստանի համար, իր ներկայությունը հա որպես իշխանավորի։ Սա մասին խոսում է Էլիասի Սաղմոս 97:3-ը, 50:3-ը։ Ու այս ֆոնին տեղին է, որ իրան անթիվ ծառաներ ծառայեն, հա, այսինքն դրանից հետո եկող այդ համարը մենք տեսնում ենք, որ իրան անթիվ ծառաներ կան այդտեղ։ Այսինքն մեկը ով գալիս է իշխանությամբ ու իշխանություն ունեցողը, իշխանությամբ եկողը ունի ծառաներ։ Հազարավորներ ու բյուրավորներ արտահայտություններն էլի սրանք ցույց են տալիս, որ այս թվերը բառացի չեն, իրանք ընդգծում են ուղղակի բազմություն, ուզում ասի, որ շատ հա ծառաներ կար այդտեղ, եթե ասես բառացի թարգմանություններին նայեք, ուրիշ լեզուներով էլ կա 10 անգամ, ոնց որ ասում է 10,000 անգամ 10,000, եթե մեկը փորձի դա հաշվիչի վրա դնի, դուրս չի, դա մեկնողական որպես հա տակտիկա, եթե նայես, այդ ամեն ինչը խորհրդանշում է ուղղակի մեծ բազմություն, որ իրականում պետք է ասվի, որ անհամար ծառաներ ուներ։ Ու տեսնում ենք, որ դատաստան է սկսվում դրանից հետո։ Ստեղ էլ, ինչպես արդեն այս մեր նախորդ ասածս համարների մեջ, երբ որ կրակի գահով գալիս Աստված, հա, նախապատրաստություն է իր դատաստանի։ Ու ստեղ էլ մենք դա տեսնում ենք, հենց որ տեսնում է ինքը Աստծո գահը կրակով գալացող, դրանից հետո տեսեք ինչ է լինում։ Դատաստանը սկսվում է, դատարանի նիստը, հա, բացվում է ու գրքերը դրվում են, չէ, բացվում են, որ սկսվի, այսինքն ստեղ էլ ոնց որ օրեն մնացած հատվածներում 5 կտականի տարբեր գրքերի մենք տեսնում ենք այս նույն պատկերը։ Ու ստեղ արդեն գալիս է 11-12-րդ համարներում 4 գազանի դատապարտության հա այդ տեսարանը։ Տեսիլքը ստեղ արդեն էլի վերադառնում է գազաններին։ Ու Դանիելը կրկին լսում է փոքր եղջյուրի այդ մեծախոս խոսքերը։ Ու հանկարծ, այսինքն լրիվ պատահական այդ եղջյուրը խոսում է ու ինքը չի էլ մտածում իր հետ ինչա տեղի ունենալու։ Ու միանգամից իր խոսալու պահին սպանվում է ինքը ու մարմինն էլ այրվում։ Ու տեսնում ենք այլևս փոքր եղջյուրի մասին խոսքը չկա, այս որ մարմինն էլ այրվում, այսինքն իր իշխանությունը իսպառ վերանում է, վերջել ոչ մի ինքը ներդրում չունի։ Ու տեսնում ենք, որ փոքր եղջյուրի մասին էլ խոսք չի լինում, ինչի, որովհետև ինքը 4 գազանի մաս էր, չէ, 4 գազանի վրայից դուրս եկած եղջյուր էր։ Եթե 4 գազանը դատապարտվել է, եղջյուրն էլ հետն է դատապարտվել։ Ամբողջական, հա, այդ 4 գազանի հետ վերացել է ու հստակ ցույց է տալիս այստեղ այդ երկնային դատավորի իշխանությունը, որ ինքը իրավունք ունի այդ ծովից ելնող, հա, հրեշների վրա։ Ու սա ցույց է տալիս երկու բան։ Առաջինը, որ իրենց ներկայացրած թագավորությունները, հա, ինչի համար եմ սա ասում։ Կոնկրետ ստեղ խոսակցություն գնում է առաջին 3 գազանների մասին հետևյալ կերպով։ Եվ մյուս գազաններից վերցվեց նրանց իշխանությունը, սակայն նրանց կյանքի երկարություն տրվեց մինչև մի ժամ եւ ժամանակ։ Եթե տեսնում եք, էլի ստեղ ոնց որ քիչ անցալնելու, ոնց որ կենտրոնացումը 4 գազանի վրա։ Իրենց մասին էլ չի խոսվելու, միայն այս 12-րդ համարը այն էլ հպանցիկ է ասում։ Իրան ոչ սպանում են, ոչ վառում են իր մարմինը, ոնց որ ոչ իսպառ վերանում է, ոնց որ 4 գազանի մասին է գրած։ Այլ այստեղ սիմվոլիկ կերպով նկարագրվում է, որ չնայած նրան, որ այս դատաստանը տեղի է ունենում, մարդկության պատմությունը չի գալիս հենց լրիվ ավարտին։ Ինչ որ շարունակական, հա, բան կա, մի ժամ եւ ժամանակ, ինչ որ շարունակականություն ենք տեսնում։ Ու այս երկու բանը ցույց տալի, որ իրենց ներկայացրած թագավորությունները դեռ ունեն որոշակի, հա, ազդեցություն ու պատմությունը դեռ չի ավարտվել անգամ Աստծո դատաստանից հետո։ Ու էլի, ուզում եմ էլի շեշտեմ, որ սա մեզ ասում է, որ այստեղ վերջնական դատաստանը չի նկարագրվում։ Եթե տենց լիներ, դրանից հետո չկա ժամ եւ ժամանակներ։ Դրանից հետո արդեն գալիս է ամենավերջը։ Ու հետաքրքիր է, թե այստեղ ինչ է նկարագրում։ Մենք հեսա կտեսնենք ներքևի 13-14-րդ համարներում։ 5-ականում սա շատ հետաքրքիր արտահայտություն, որ բառակապակցության տեսքով, որ ունենք 13-րդ համարում, դա մարդու որդին է։ Տեսարանը կրկին փոխվում է երկնային ոլորտ։ Տեսեք, սենց ինքը պատկերացրեք կամերայի սենց տարբեր անկյուններ, սկզբից երկիրն է ցույց տալիս, հետո փոխվում է դեպի երկինք, հետո տանում է դատաստանի սենյակ, հետո բերում է էլի երկրի վրա, հետո տանում է էլի երկնային ոլորտ ու այստեղ տեսնում ենք մի հատ հետաքրքիր նոր զարգացում։ Այդ ամեն ինչից հետո տեսարանը փոխվում է այդտեղ ու այս
համարը գրքի, հա, կարելի ասել մեծ կարևորագույն, հա, sense համարներից է, որ ու նոր կտականում է լուրջ ազդեցություն է ունեցել։ Հիմա տեսնում ենք, որ մեկը գալիս է երկնքի ամպերով, հա, ու ինչը այդ 5 կտականում կապված էր Աստծո ներկայության հետ։ Ամպը առհասարակ կապված էր Աստծո ներկայության հետ։ Ամպ մենք ունենք Ելից գրքում, հա, Սինայի ուխտի հետ ենք կապում ամպը, երբ որ Տեր իր ներկայությամբ գալիս է իր խոսքը հայտնելու, բացահայտելու։ Ելիցի պատմության մեջ ունենք, երբ որ առաջնորդում է ժողովրդին։ Այսինքն ու փառքը, որ խորանում կար, չէ, ամպի տեսքով։ Այսինքն Սինայի ուխտը, ելքի պատմությունը, Տիրոջ փառքի հայտնությունը, այս ամեն ինչը ընթերցողին տանում է այդ հատվածները։ Ու մի հատ անսպասելի պատկեր է լինում, երբ որ միշտ այս ամեն ինչը, երբ որ կարդար մարդը, ասոցիացիան միշտ գնում էր այդ հատվածներին, չէ, որոնք որ աստվածային բան էին խորհրդանշում, այդ ամպերը։ Բայց ինքը ստեղ մի հատ ռադիկալ արտահայտություն անում, ասում է, բայց տեսնում ենք, որ մարդու որդու նման մեկն է այդ ամպերով գալիս։ Ու այս արամերեն արտահայտությունը նշանակում է ուղղակի մարդու նման։ Ինքը շեշտում է մարդկայնությունը, հիշում եք, չէ, հələ այս հատվածում արամերենով է խոսում, բայց էլի եբրայերեն նույն իրանք քույր լեզուներ էին, նույն միտքն է արտահայտում։ Ինքը մարդկայնություն է շեշտում, չի ասում, որ մարդ եկավ, այլ եկավ մարդու նման մեկը, հա։ Ինքը մարդու նման է, Դանիելի ասածը դա է։ Ու տարբերությունը կարևոր է։ Ինչով, որովհետև գազանները ներկայացնում են, եթե այսպես նայենք, գազանները ներկայացնում են մարդուն այդ գազանային ընկած վիճակում, մեղավոր կարգավիճակում։ Իսկ այս կերպարը, որը գալիս է ամպերով, ինքը իսկականից այն մարդու նման է, ոնց որ Աստված որ մտածել էր, որ մարդը պետքա լինի։ Ինքը Աստծո պատկերով ստեղծված պետքա լիներ, ոչ թե տենց աղավաղված ու անկյալ կարգավիճակում։ Ու մենք տեսնում ենք ինքը ներկայացվում է հինավուրցին։ Ինքը ներկայացվում է հինավուրցին ու Եզեկիելի մարգարեության մեջ, եթե մարդու որդու, հա, մասին խոսենք, ցանկացած մարդ կարա կոչվի մարդու որդի։ Եզեկիելի մեջ մշտապես, հա, այդ բառակապակցությունը կա։ Օրինակ 2:1 ասում է եւ ինձ ասաց մարդու որդի կանգնիր ոտքերիդ վրա եւ ես կխոսեմ քեզ հետ։ Աստված ասում է մարգարեին, ու այստեղ շեշտը դրվում է իր մահկանացու բնույթի վրա Աստծո մեծության դիմաց։ Մարդու որդի կանգնի, որ ես քո հետ խոսեմ։ Հա, տարբերությունն է դրվում Աստված մարդ այդ սուբորդինացիան է շեշտվում։ Ու այս իմաստը նաև այս հատվածում էլ կա Սաղմոս 8-ի, երբ որ ասում է ինչ է մարդը, ստեղ էլի այս բառերը բնագրով կա, ինչ է մարդը, որ հիշում ես նրան, եւ մարդու որդին այդ բեն Ադամ այդ արտահայտությունը, որ հոգ է ստանում նրա մասին։ Այստեղ էլի խոսում Աստծո մեծության ու մարդու մասին, ով իրականում ավելի ցածր է, հա, այսպես ասած, քան Աստված, եթե sense կարճ ասեմ։ Այստեղ խոսքը չի դրվում նրա վրա, որ շեշտը չի դրվում նրա վրա, որ մարդը ինքը անարժան էակա, չէ, ուղղակի ցույց է տալիս մարդու իրական դիրքը Աստծո հարաբերակցության։ Ու այսինքն այս մարդու որդի արտահայտությունը ասում է, որ նկարագրում է մարդու հողից ստեղծված բնույթը։ Ու էլի 5 կտականում լիքն են այսպիսի արտահայտություններ։ Օրինակ Եսայի 51:12 ասում է. Ես եմ ձեզ մխիթարողը, դու ով ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, էլի այս բառակապակցությունը, որը նման է խոտի։ Այսինքն մի բան, որ դու չպետք է վախենաս, ինքը անցողիկ է, բայց ես մնայուն եմ։ Ու Դանիելում 8-րդ գլխում 8:17-ը երբ որ նայենք հաջորդ անգամ Տերը կամենա էլի օգտագործում է այս արտահայտությունը, բայց երկրային իմաստով է էլի սենց օգտագործվում։ Բայց միևնույն ժամանակ մենք գիտենք, որ մարդը ունի արժանապատվություն, ինչի որտեղ ինքը ստեղծված Աստծո պատկերով ու նմանությամբ։ Ու այդ փաստն էլ նա է, որ Աստված հայտնվում է մարդու որդուն։ Բայց Դանիել 7:13-ում այս տեսիլքային միջավայրը փոխում է պատկերը։ Մարգարեն տեսնում է երկնքի ամպերի վրա եկող մարդու որդու նման մեկին ու տեսնում Աստծո դատաստանի գահի առաջինը։ Մենք տեսնում ենք, որ գահեր էր, չէ, դրվել, բայց մեկն էր զբաղված։ Ու տեսնում ենք, որ ինքը մոտենում է հինավուրցին ու նախորդ իշխանությունները ներկայացված էին գազանային պատկերներով, բայց այդտեղ իշխանությունը տրվում է մարդու նման մեկին, հա, մարդու որդու նման մեկին։ Ու քանի որ գազաները խորհրդանշական էին այս աշխարհային իշխանություններին, հա, որոնք իրենց մարդ էին համարում, հեղինակը կարծես սենց
ծաղրական իմաստով ցույց տա, որ դուք հա մարդկային իշխանություն եք, բայց իրականում դուք ստոր բան եք անում, հա գազանային ա ձերը, սենց է մարդկային իրական իշխանությունը, հա Աստված ու ստեղ ոնց որ ինքը ակնար կանի ծննդոց 1:28-ին, որ չէ, Աստված նախատեսել էր մարդուն իշխանություն ունենալ իրական, Աստված տվել էր մարդուն իշխանություն, բայց տվել էր իշխանություն ոչ այն պայմանով, որ ինքը անկյալ կարգավիճակում այսպիսի բաներ անելու, որ մենք տեսանք նախորդ հատվածում, մինչև 9-րդ համարը։ Այսինքն այս 7-րդ գլխի միջավայրը ինքը դատաստանի միջավայր է ու մենք ունենք սենց հատվածներ, որ օրինակ Սաղմոս 9-ից Տերը Հավիտյան նստած է, հաստատել է իր գահը դատաստանի համար ու Տերը կատարում է դատաստան, էլի 9-րդ գլխից տարբեր համարներ եմ կարդում։ Ասում է թող ազգերը առաջանան քո դատաստանի առաջ։ Ու այս փառահեղ տեսքը դատավորի, այս կրակոտ գահը, գրքերը իրենք սարսափ են ներշնչում։ Բայց դատաստանի առաջ ներկայացվում է մեկ, ով որ մարդու որդու նման է։ Թեև այստեղ բացայտ չի ասվում, որ այդ մարդու որդու նման մեկ, ով որ մոտենում է, ունի դատելու իշխանություն, բայց տեքստից դա բնականաբար ենթադրվում է, որովհետև այն իշխանությունը, որ տրվում է իրան, դրանից կարելի է ենթադրել, որ ինքը ունի այո դատական իշխանություն ու հենց գազանների վրա։ Ու իրեն տրվում է իշխանություն դատելու մարդկանց, որովհետև ինքը մարդու որդի է։ Ու այս ինձնից չեմ ասում, Հովհաննեսի ավետարան 5-րդ գլուխ 27-րդ համարն է սա ասում։ Նա ունի իշխանություն մարդկանց դատելու, որովհետև մարդու որդին է։ Այստեղ Հիսուսը կոնկրետ ավետարանում խոսում է նրա մասին, որ ինքը հա իրեն նույնականացնելով այս կերպարի հետ Դանիելի 7-ից, ասում է, որ ինքը ունի այդ իշխանությունը մարդկանց վրա դատաստան անելու։ Ու այսպիսով ստացվում է, որ Աստված տալով այս մարդու որդու նման այս կերպարին, որ ինքնությունը կոնկրետ այս հատվածում դեռ չի բացահայտվում, տալով հա ցույց է տալիս իրականացնում է, որ իրականացնում է իր սկզբնական նպատակը ծննդոցի, որ մարդը պետք է իշխանություն ունենա ու նաև ավելացվում է 14-րդ համարի վերջում, որ իր թագավորությունը Աստծոն հավիտյան չի կործանվում, ի հակադրություն գազանային թագավորություններին։ Եթե մենք ուշադիր լինենք 18-րդ համարին, 27-րդ համարին, տեսեք ինչ է ասում, որ բարձրալի սրբերը ստանում են թագավորություն։ Բայց մենք տեսանք ստեղ ով էր ստանում թագավորությունը, չէ՞։ Սա էլ հետաքրքիր բան է, որ նկատում ենք ու կարիք կա մեկնաբանական, որովհետև այսինքն ինչ է դա նշանակում, ստեղ մարդու որդին եկավ, ստացավ թագավորությունը, իշխանությունը։ Ու 18-ում 27-ում բարձրալի սրբերն են արդեն ով ստանում են այդ թագավորությունը ու հնարավոր մեկնություններից օրինակ մեկը այն է, որ այստեղ հավաքական իմաստի գաղափար կա, հա, որ մարդու որդին ընդհանուր հա խորհրդանշական է սրբերի համայնքին ու բայց դա իհարկե սա տեսնում ենք, որ չի սահմանափակվում միայն Իսրայելով ու այս ինչի համար ենք ասում, որովհետև մարդու որդի ա գրած ոչ թե հա Իսրայելի որդի կամ չգիտեմ Հակոբի որդի, ինքը ներկայացուցչական ամբողջ աշխարհի սրբերի համար։ Թեև հալածվող հրյաները այո կարող են իրենց այդ ժամանակահատվածում էլ դրանից հետո ժամանակահատվածում էլ ասոցացնել այս ամեն ինչի հետ։ Երկրորդ տարբերակը ներկայացուցչական իմաստն է։ Մարդու որդու նման մեկը կարա լինի անհատական կերպար, որը ներկայացնում է սրբերին։ Ու իրականում կարծիքով սա ավելի հավանական տարբերակ է, որովհետև 5 կտակարանում խորտ չէր այդ ներկայացուցիչ լինելու գաղափարը։ Եթե մենք Ելից 19-28-րդ գլուխները կարդանք, քահանան, երբ որ գործում էր ժողովրդին ներկայացնելով։ Ու եթե մենք Հռոմեացիներին 5-րդ գլուխը հասկանում ենք նենց, որ Ադամը ներկայացուցչական գլուխն էր մարդկանց ու ասում է եւ նրանում բոլորը մեղանչեցին, եթե այս մեկնությամբ գնանք, Ադամի մեջ որ բոլորը մեղանչեցին, այն իմաստով որ նա ներկայացուցչական գլուխ է, ստացվում է, որ սա խորտ պատկեր չի Աստվածաշնչին ու թագավորը եւս 5 կտականում տեսնում ենք ժողովրդի, հա, ներկայացուցիչներ։ Ու այստեղ կարևոր է կամուրջ, հա, ասես պատրաստել Հիսուսի գործածությանը, որտեղ մենք տեսնում ենք այս արտահայտությունը Հիսուսը շատ է գործածում։ Ու հետաքրքիր այն է, որ ավետարաններում այս մարդու որդի արտահայտությունը գրեթե բացառապես հենց գտնում է Հիսուսի շուրթերին։ Այնտեղ մի հատված կա, որ իրեն հակառակողներն են այդ արտահայտություն անում, բայց ելի իրենից վերցված է դա։
Մյուսների համար մնում էր առեղծվածային, մարդիկ չէին հասկանում ինքը ինչի նկատի ունի։ Հովհաննես 8:28-ում, 9:36-ում, 12:34-ում այս համարները ցույց են տալիս, որ անհավատների համար այս գաղտնիք էր, խորհուրդ էր, ինքը ինչ էր ասում։ Ու Հիսուսի խոսքերում արտահայտությունը վերաբերվում է հետաքրքիր է էլի, որտեվ առաջնային կերպով տեսեք, ինքը ինչ ասում, խոսում է իր տառապանքի մասին, իր մահվան մասին։ Հատվածներ կան, խոսում է իր ապագա փառավոր գալուստի մասին։ Հատված կա, որ խոսում է իր դատաստանի մասին։ Հա, ավետաներում մենք ունենք, օրինակ, չգիտեմ, մարդու որդին պիտի մատնվի, չէ, իշխանավորների ձեռքը։ Մարդու որդին պիտի տեսնեք, որ գալիս է ամպերով։ Այսինքն սրանք այնպիսի բաներ են, որ խոսում է եւ տառապանքի մասին, մարդու որդու կերպարի, եւ մահվան ու ապագա փառավոր գալուստի մասին, դատաստանով իհարկե։ Ու հայտնության գրքում նույնպես մարդու որդու նման մեկը ներկայացվում է որպես թագավոր ու դատավոր, հենց առաջի գլխում բացման մեջ։ Ու այնտեղի նկարագրությունը Դանիելի 15-ին ոնց որ sense ակնար կանի, հա, ու մարդու որդու այս գաղափարը հինկտականում շատ հետաքրքիր գաղափար է ու խորը թեմաներից է։ Այնտեղ ներկայացվում է մարդը ինչպիսին պետք է լինի արարչի մտադրությամբ, հա, մարդու որդին երբ որ խոսում է, այսինքն մարդը արարչի մտադրությամբ սկզբնական չընկած կարգավիճակում։ Ու Դանիելի 7-ում ու Հիսուսի գործածության մեջ փաստորեն մենք ընդհանրություն մի հատ կարող ենք sense գծել, որ մարդու որդին փառքի տերին է։ Սակայն մինչև այդ փառքը գալիս էր տառապանք դրանից առաջ։ Ու այս փառքի հայտնությունը նախատեսված էր նաև նրանց համար, ովքեր փորձված են եղել տառապանքով։ Սա ավելի գլխի վերջին հատվածում կտեսնենք, երբ որ սրբերը տառապում են եւ բայց նաև միաժամանակ ասում է, որ իրենք հաղթեցին։ Սա ինչ վերաբերվում է նրա էությանը, ասենց ամփոփ, հա, բայց ինչպես է ինքը ներկայացվում հինավուրցին։ Ինչ ասում 7:13-ը մարդու որդու նման մեկը երկինքի ամպերով է գալիս ու մոտենում է իր առաջ ու բերում են իրան հինավուրցի առաջ։ Հիմա էլի հետաքրքիր հարց կա, արդյոք 7:13-ը խոսում է երկրի վրա իջնելու մասին, թե Աստծո գահին մոտենալու մասին։ Ու տեքստի շարժումը մենք կարող ենք բացահայտ ասել, որ ուղղված է ոչ թե դեպի երկիր, այլ դեպի հինավուրցի գահ, իրան տանում են հինավուրցի մոտ։ Այո, ինքը երկիր գալու մասին չի։ Ու այս տեսիլքը դատարանային sense տեսարան է երկնքում 9-ից 10-ում, որտեղ մարդու որդու նման մեկը գալիս ամպերով ու ներկայություն Աստծո ներկայության մեջ ստանում է իշխանություն 14-րդ համարում։ Այսինքն, եթե գրականորեն նայենք տեքստին, ինքը գահակալության տեսարան է, ոչ թե երկիր գալու։ Ու հին կտականում ամպերով գալը իրականում աստվածային, հա, ներկայության ու գալուստի խորհրդանիշ է, Սաղմոս 104-ի 3-ը էլի խոսում է սրա մասին, կարծեմ անցած անգամ էլի կարդացել ենք։ Ու Դանիելի 7-ում ուղղվածությունը շատ կարևոր է, ինքը գալիս է դեպի Աստված, այլ ոչ թե դեպի երկիր, շարժումը, հա։ Ու այս պատճառով շատ մեկնիչներ հասկանում են 7:13-ը որպես Քրիստոսի համբարձման մասին խոսվող տեքստ, այսինքն կամ նրա գահակալումը երկնքում։ Այսինքն այն պահը, երբ նրան տրվեց իշխանություն, օրինակ Մատթեոս 28:18-ում, երբ որ ասում է. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա»։ Այս ընթերցմամբ 7:13 իրագործվում է ոչ թե ապագայում, այլ արդեն Քրիստոսի հարությունից ու համբարձումից հետո։ Բայց նաև մի ուրիշ տարբերակ կա։ Տեսեք, ինչի համար եմ սա ասում, նոր կտականում այսպիսի գործածություն կա։ Հիսուսը ասում է Մարկոս 14 ու 13-րդ գլուխներից եմ կարդալու։ Եվ դուք պիտի տեսնեք մարդու որդուն նստած զորության աջ կողմում եւ երկնքի ամպերով գալիս։ Ստեղ արդեն շարժը դեպի երկիր է։ Մի ուրիշ համար, այն ժամանակ կտեսնեն մարդու որդուն, ով գալիս է ամպերով զորության ու մեծ փառքով։ Ու էսի շատ հետաքրքիր է, մենք եթե նայում ենք Դանիելի հիմնական համատեքստը, ունայում ենք թե ինչպես է Հիսուսը գործածում այս արտահայտությունը։ Ու այս առաջի մեջբերումը, որ ասացի, ուղղված էր Սինեդրիոնին, Հիսուսը պատասխանում է Սինեդրիոնին, ու հետաքրքիր է, որ այստեղ միավորված են ոչ միայն այս հատվածը, նաև Սաղմոս 110-ից կա, որ ասում է, չէ, Տեր իմ Տիրոջ ասած նստիր իմ աջ կողմում։ Ինքը ոնց որ sense միավորի այդ երկու հատվածները ու պատասխան տա, ու Դանիելի այդ ամպերով գալն էլ հետը։ Ու եթե Դանիելի 7-ը գահակալության տեսարան է, եթե այս ձևով նայենք, կստացվի, որ Հիսուսի խոսքը Սինեդրիոնին կարելի է sense հասկանալ։ Դուք կտեսնեք, որ ում որ հիմա դատում եք, իրականում գահակալված Աստծո աջ կողմում։ Դուք թագավորի հետ եք sense վարվում, հա, sense ասած։ Այս դեպքում տեսնելը ֆիզիկական
աշկերով չի լինի, այլ օրինակ պատմական միջավայրում կլինի, որ օրինակ 70 թվին հա Երուսաղեմի ու դրա տաճարի ավերումը կլինի։ Բայց եթե երկրորդ հատվածի համատեքստն էլ միացնենք, երկրորդ մեջբերումը, որ արեցի, ինչի համար եմ ասա ասում, պարտադիր չի տեսակետ, ոչ միշտ է պարտադիր, sense ասեմ, տեսակետները իրար դեմ հանել, որտեղ օրինակ այս երկու մեջբերումները կարելի է sense հաշտեցնել, որ կստացվի, որ երկակի կիրառություն կարելի է նկատել։ Առաջնային իմաստով գահակալություն, հա, որ մենք տեսնում ենք հենց Դանիելի համատեքստից 13-րդ համարի, բայց վերջնականորեն այդ գահակալ թագավորը պետքա չէ որ հետ գա, չէ՞։ Ու վերջնական հայտությունը պատմության վերջում, հա, այս կերպով, եթե փորձենք հասկանանք Հիսուսի ասածը, այս պատկերը կունենանք։ Ու 14-րդ համարում իրեն տրվում է իշխանություն, փառք, տրվում է թագավորություն, ու բոլոր ժողովուրդները, ազգերը, լեզուները ոչ թե երկրպագում են մի հատ անշունչ արձանի, ոնց որ Դանիել 3-ում է, այլ երկրպագում են ու ծառայում են թագավորին։ Ու փաստորեն այս գազանային իշխանությունները ժամանակավոր են, իրական իշխանությունը տրվում է այս անձին, ով որ մարդու որդու նման մեկն էր։ Ու այդ թագավորությունը ի տարբերություն մնացած թագավորությունների հավիտյան չի կործանվի։ Բայց միևնույն է, առեղծվածը մնում է, ով էր այս անձը, ինչպես է ստանալու այդ իշխանությունը, ինչ է այս ամեն ինչը նշանակում, հա, ու տեսիլքա ոնց որ sense շունչը պահած ինչ որ կետի վրա ավարտվում է։ Ու դրա համար է, որ Դանիելը sense արձագանք է տալիս 15-րդ համարում։ Ու 5 կտակարանը իրոք երբեք չի թերագնահատում այն անձնական գինը, որը մարդը վճարում է հայտության ստանալու համար։ Օրինակ Եզեկիել 3:15-ում ասում է. ես Թել Ավիվ եկա Քորաբ գետի մոտ բնակվող գերիների մոտ ու նստեցի այնտեղ, որոնք նստած էին, եւ այնտեղ 7 օր նրանց մոտ շշմած մնացի։ Sense շեշտադրումներ նաև Դանիելի մեջ էլ կան, կտեսնենք 8-ում, 10-ում, երբ որ մարգարեն գտնվում է այսպիսի sense ապշահար վիճակում։ Ու Դանիելը խոստանում ասում է իմ մարմնում վշտացա ու իմ հոգով վշտացա, իմ գլխի տեսիլքները ինձ անհանգստացրեցին։ Հաջորդ մեր հատվածը 16, 17 ու 23-րդ համարը։ Մենք տեսնում ենք տեսիլքը շարունակվում է։ Դանիելը փորձում է հասկանալ այս իր կարգավիճակից, ինքը չի բավարարվում այդ ամեն ինչով։ Լավ, վերջապես հասկանանք ինչ է այս ամեն ինչը նշանակում։ Ու տեսնում ենք ինքը մոտենում է այնտեղ կանգնածներից մեկին։ Ում է մոտենում, ամենայն հավանականությամբ 10-րդ համարում հիշատակված երկնային այդ սպասավորներից մեկին, այնտեղ կանգնածներից մեկին։ Ու հարցնում է տեսանի իմաստը, բայց պատասխանը զարմանալիորեն կարճ է։ Այս 4 մեծ գազանները 4-ը թագավորներն են 17-րդ համարը։ Բայց տեսնում ենք 23-րդ խոսքը, երբ որ նկարագրվում է, ինչի համար ասի 23 այս հատվածի հետ կարդանք, որովհետև թագավորը արդեն դառնում է թագավորություն, եթե նկատեք։ Այս էլի կարևոր դիտարկում է ու ստացվում է, որ թագավոր ու թագավորություն գաղափարները անկախտելիորեն կապված են իրար հետ։ Այսինքն թագավորություն չկա առանց թագավորի, թագավոր էլ չկա առանց թագավորության։ Հա, այսինքն այստեղ խոսքը ոչ թե ինդիվիդուալ թագավորների մասին է։ Մենք հետո տեսնում ենք, որ բացատրվում է 23-րդ խոսքում դառնում է թագավորություն այդ բառը։ Այսինքն անհատականից հավաքականի անցում ու դրա համար ես կողմ չեմ sense շատ կոշտ մեխանիկական ինչ-որ թարգմանություն, կներեք, մեկնաբանությունների, որ կոնկրետ մարդիկ ուզում են ամեն տեղ չեմ ասի բոլոր տեղերում, բայց ամեն տեղ կոնկրետ ինչ-որ անհատների անուններ տալ, որովհետև տեսեք թե ինչ ձևով է տեքստը գործածում, իր իսկ ասած նախորդ հատվածի բառերը։ Ու ասում է նաև, որ թագավորները երկրից պիտի ելնեն, բայց թագավորները որտեղից էին ելնում։ Հիշում եք առաջին հատվածը։ Ծովից էին ելնում։ Ու էլի փոխաբերություն ասա, մեզ չի որ երկրից չէին դուրս գալու, հենց ծովից էին դուրս գալու։ Մենք տեսանք անցած անգամ էլ չկրկնենք, որ ծովը ինչ է նշանակում, հա, ինքը ներկայացնում էր ամբարիշների այդ խռովքը, ալիքները, հա, ազգերը, որոնք որոտում են մեծ ջրերի պես, Եսայի մարգարեության մեջից կարդացինք։ Ու անհանգիստ ծովը, բացի այս ամեն ինչը, շատ հարմար, sense ալեգորիկ պատկեր է միջազգային այսպիսի խռովահույս, տարօրինակ, հա, sense հարաբերությունների համար։ Ու 18-րդ համարը ասում է, բայց Բարձրելի սրբերը պիտի վերցնեն թագավորությունը։ Սրան արդեն կարճ անդրադարձ արեցինք ու տեսիլքում ասում է, որ
տրվում է մարդու որդու նման մեկին, բայց մեկնության մեջ, երբ որ հրեշտակին, հա, կանգնածներից մեկին ենթադրաբար հրեշտակին, հրեշտակը երբ որ մեկնում է, ստացվում է, որ բարձրալի սրբերն են վերցնում թագավորությունը ու պիտի տիրեն էլի հոգնակիով, հավիտյանս հավիտենից։ Ու հիմնական հարցը ովքեր են այս սրբերը, իրենք 4-ի 17-ում կարող են նշանակի էին հրեշտակներ, երբ որ մենք տեսանք 4 գլխի մեր ուսումնասիրության ժամանակ, բայց ստեղ կոնկրետ իրենք մարդկային էակներ են, հա, մարդկանց մասին է խոսքը, ոչ թե հրեշտակների, ասում է բարձրալի սրբերի ժողովուրդը։ Կա տեսակետ, ես կասեմ բոլոր հավատացյալների համայնքն է, ովքեր որ չեն նպատակում գազանային իշխանություններին։ Ու երկրային հավատացյալների մասն է մի խոսքով խոսքը, ոչ թե հրեշտակների մասին, բարձրալի սրբերի ժողովուրդը կվերցնի թագավորությունը։ Ու մենք տեսնում ենք 4-րդ գազանից ինքը աշկ չի բացել 19-20-րդ համարներում, հրեշտակը իրան բացատրում է սրբերի, հա, այդ իշխանությունը վերցնելու պահը, բայց ինքը ուզում է միևնույն ասում է, եւ հետո ես ուզեցի 4-րդ գազանի մասին ճշմարտությունը իմանալ։ Ինքը ոնց որ այնքան է տպավորվել այս 4-րդ գազանի այս վայրագություններից, որ հրեշտակը իրան բացատրում է սրբերի թագավորությունը վերցնելու մասին, ինքը ասում է, չէ, բայց ես ուզում եմ մի հատ այս պահը հաստատ իմանամ, ի՞նչ է իր այդ տեղի ունենում, ով է, ի՞նչ է։ Ու իր ուշադրությունը կենտրոնացած է դրա վրա, այլ ոչ այնքան էս ապագա փառավոր թագավորության վրա։ Ինչի, որտեվ ստեղ դաժանություններ է նկարագրվում ու սրբերի պարտությունն ու արդարացումն է նկարագրվում 21-22-րդ համարները։ Մինչև որ հարցը տրվում է տեսիլքը, այդ տեսիլքի գազանի մասին, շարունակվում է տեսիլքը, տեսեք, սրբերը, որոնք 18-ում բարձր դիրք ունեին, թագավորություն էին վերցնում։ Ստեղ արդեն պարտված են, ճնշված են ու իրենց պարտությունը ավելի մանրամասն կխոսենք 8-րդ գլուխ 24-րդ համարում, այնտեղ էլի հիշատակվում է, բայց սա ընդգծելու համար է, որ այս իշխանությունը, այս ճնշումը, հա, ինքը ժամանակավոր էր, որովհետև հակառակ դեպքում ինչպես պետք է բացատրենք, որ բարձրալի սրբերը վերցնում են թագավորությունը, եթե ներքևում ասում է, որ իրենք պիտի ճնշված լինեն։ Ասում է դատաստան տրվեց բարձրալի սրբերին 22-րդ համարում։ Այս արտահայտությունը, այսինքն դատաստան տրվեց ոչ թե այն իմաստով, որ իրենք են դատելու, ես տենց եմ կարծում, այլ այն իմաստով, որ դատաստանը գնաց իրանց օգտին։ Այն չարչարանքը, որի մեջով անցնում էին, Աստված իրանց վերջում արդարացեց։ Իրանք դատարանում դատանից դատապարտված դուրս չեն գալիս, արդարացվում են։ Ու Աստված այսինքն միջամտողը, այս գազանը, որ չարչարում է իրանց, որ մաշացնում է սրբերին, հաղթում է 21-րդ համարում, Աստված այդ ամեն ինչը տենց չի թողում։ Իշխանություն է տրվում ու իրավունք է տրվում, միջամտություն է լինում բարձրալի սրբերի համար։ Ու վերջապես իրանց գալիս է թագավորությունը։ Ու այս հատվածը միավորում է անհատական մարդու որդու ու հավաքական սրբերի հաղթանակը։ Ինչի համար ես մի քիչ առաջ տենց ասեցի, որովհետև ինքը մարդու որդին է վերցնում, մենք նոր կտականի լույսի ներքո գիտենք ով է մարդու որդին։ Ու երբ որ ինքը ասում է ինձ տրված է ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա, դրա համար գնացեք ավետարանը քարոզեք, դա մեզ է ասվում։ Ու քանի որ դա մեզ է ասվում, մենք գիտենք, որ արքայության այդ ավետարանը հռչակելը մեր գործն է բնականաբար։ Ու դրա անելուց մենք գործ կառաքելոցից սկսած ունենք մինչև մեր օրեր, որ սատանայի դուրը չի գալիս, որ դու հռչակում ես ավետարանը, ու սրբերը ընկնում են հալածանքների մեջ։ Բայց Աստված ասում է այդ ամեն ինչը ժամանակավոր է, դրա վերջը գալու է։ Ու չնայած 14-րդ համար ասում է, որ ինքը վերցրեց, հետո ստեղ ասում է, որ իր սրբերին են պատկանում սրբերին է պատկանում այդ թագավորությունը։ Ու 23-ից 28-րդ համարները 4 թագավորության մասին է, որը վերջնական, հա, պիտի կործանվի ու հաղթանակ արդեն ի հայտ գա։ Մենք տեսնում ենք ստեղ էլի ասում եմ, ինքը հեշտ հատված չի, շատ բարդ ու տարբեր մեկնություններ ունի։ Կարևորը մենք փորձենք հասկանանք տեքստը ինչ բանալի բառեր է մեզ տալիս ու փորձենք դրանով, հա, ինչ ենթադրություններ որ կանենք կամ եզրակացություն դրանով շարժվենք։ Մենք 4 թագավորության բնույթը ստեղ ունենք 23-րդ համարը։ Ու 4 թագավորությունը
այդ նախորդներից տարբերվում է։ Այստեղ 10 թագավորներ են նկարագրվում ու 11-րդը 24-րդ համարում։ Բայց մենք տեսնում ենք, այս 4 թագավորությունը նախորդներից իր գազանային բնույթով է տարբերվում։ Կուլ է տալիս ամբողջ երկիրը։ Հիշում եք, եթե արջը շատ միս ուտելու համար է բարձանում, այստեղ արդեն ինքը ամեն ինչ է կուլ տալիս, ամեն ինչ է ուտում, ոչ թե շատ բան է ուտում։ Ու ինքը կոխրտում է, ջարդում է, հա, այսինքն ոնց որ sense անիմաստ կենթանի, որ sense անիմաստ sense իր կողքերը սա ավերածություն անում, չէ՞, կատաղած վիճակից։ Այդ պատկերն է նկարագրվում։ Այսինքն ինքը համընդհանուր sense ինչ որ տարօրինակ քայքայում է նկարագրված։ Ու 10 թագավորները իշխում են յուրաքանչյուրը իր տարածքով, պատկերը տենց է գալիս ամենայն հավանականությամբ։ Բայց իրանցից հետո բարձրանում է 11-րդը ուրիշ, որը ավելի յուրացնող է, ավելի բռնակալ է, քան իրենք էին ու տարբերվում է նախորդներից։ Իր թագավորությունը հաստատվում է 3 թագավորների հաշվին։ Կամ ինքն է հաղթում իրանց, կամ ուղղակի իրանց հաշվին է լինում իր թագավորությունը վերցնելը։ Ու ստացվում է, որ եթե sense ապահով կարճ մեկնություն տանք, կստացվի, որ այդ կայսրության ներսում արկային խնդիրներ, ինքը ներքին պառակտումով կայսրությունը ու ընդհանուր քաղաքականությունը մնում է կործանարար, բայց ներսում կան խնդիրներ։ Ու 11-րդ թագավորի բնութագիրը 25-րդ համարում ենք տեսնում։ 4 առանձնահատկություն ենք տեսնում՝ հայհոյություն Աստծո դեմ, երկարատև հալածանք սրբերի նկատմամբ, այս մաշեցնելու բառը, հա, խոսում է ոնց որ հագուստ է, ինքան երկար ես հագնում, չէ՞։ Ու այսինքն ինքը մի բան չի, որ sense կարճ մի տարի, 2 տարի, 3 տարի ինքը ուղղակի հալածում է սրբերին ու վերջ։ Համ ուժգին է, համ երկարատև է, այսինքն գոնե ինձ այս տպավորությունը տալիս է։ Ու տոների ու ժամանակների փոփոխություն 3-րդ իր առանձնահատկությունը։ Այսինքն ինչ որ կարելի ասել նոր կրոնական օրացույց ու բարոյականության փոփոխություն, նոր օրենքներ, նոր արժեքներ, այս 4 առանձնահատկությունը ինքը ունի։ Ու բայց տեսեք, այստեղ ինչ հետաքրքիր գրական հնարք է անում Դանիելը, թեև ինքը փորձում է փոխի ժամերն ու ժամանակները կամ ժամանակներն ու օրենքները, իրականում Աստված է իր համար սահմանել ժամանակ, ժամանակներ ու կես ժամանակ։ Սենց ոնց որ ինքը հետաքրքիր զուգահեռ բերի։ Ինքը փորձում է ժամանակները փոխի, բայց իրականում ինքը ժամանակավոր է։ Ու ելի եմ ասում, շատ կար, ինչ է նշանակում այս արտահայտությունը։ Ես հետևյալը կասեմ, որ եթե հաշվես 1, 2, ես հետևյալը կասեմ, որ մարդուն հաշվես 1, 2, սպասես, որ ինքը քեզ 3 կպատասխանի։ Ինքը բնականon աճ է։ Ինքը տեսնում ենք, որ ժամանակներ, բայց կես ժամանակ, այսինքն ինքը ընդհատում է։ Ստացվում է, որ չգիտեմ ինչքան ժամանակի մասն է խոսքը, բայց այլաբանորեն ինքը ասում է, որ իր իշխանությունը ընդհատվելու է։ Ինքը ուղղակի ժամանակավոր է։ Կա մեկնություն, այո, այդ բառացի 3.5-ի, բայց ես ավելի շատ խուսափում եմ այդ բառացի թվերից sense տեսիլքային հատվածներում։ Ու ստացվում է, որ թեպետ Աստծո ժողովուրդը տրվում է իր ձեռքը, բայց իրանից վերև կա ավելի մեծ իշխանություն, որը որ ժամանակ է դրել իր վրա։ Ժամանակներ, բայց ինքը չի հաջողվում ու կես ժամանակ ընդհատվում է իր իշխանությունը։ Ու երկնային դատարանը իրականում խլում է իր իշխանությունը 26-27-րդ համարներում ու ստեղ երկնքի ու երկրի միջև sense վարակույրը էլի բացվում է ու երկնքի այդ դատանի վճիռը տեսնում ենք, որ արձակվեց։ Իր իշխանությունը վերցվում է ու ինքը լիովին է ոչնչացվում։ Այսինքն մենք տեսնում ենք 19-ից 25-ում, որ Դանիելը հարց է տալիս 4 գազանի մասին ու ստեղ իրան տրվում է լրացուցիչ ինֆորմացիա, չէ՞ որ մենք տեսիլքում չէինք կարդացել ստեղից շատ բաներ։ Օրինակ 10 թագավորների մասին չէր տեսել։ Այսինքն մենք չէինք կարդացել։ Նրանցից հետո մեկ ուրիշի մասին չէինք կարդացել, 3-ի տապալման մասին, հայհոյախոսության մասին, սրբերի հալածանքի, ժամանակներ ու կես ժամանակ արտահայտության մասին։ Այս բաները տեսիլքի առաջին նկարագրության մեջ չկային, բայց հիմա այսինքն ավելացվում են մեկնաբանության մեջ։ Ասածս ինչն է, որ ստեղ ոնց որ սկզբից ասեցի, պատկերացրեք sense տեսախցիկի տարբեր դիտանկյուններից նկարագրվում է նույն իրադարձությունը։ Սկզբից դու որոշակի բաներ այս անկյունից չես տեսնում, բայց երբ որ մեկնաբանն է սկսում խոսել Դանիելի հարցից հետո,
ընթերցողին դա արդեն բացվում է։ Ու 26-ում դատաստանը կրկին նշվում է։ 11-ում էլ էր, հիշում եք, նշվել։ Կարող է այսի երկու դատաստանների մասն է խոսում տարբեր, ոչ, մի բանի մասն է խոսում։ Կրկին նշվում է, ուղղակի 11-ում ընդհանուր խոսում է, որ գազանը կործանվեց, վերջ։ Մեկնաբանության մեջ ավելի մանրամասնում է, ինչի համար է դա լինելու, ինչի համար ինքը դատվում, ոնց է լինում։ Ավելի նույն դատաստանը մեկնողական, հա, բնույթով է նկարագրվում։ Ու 27-րդ համարը Բարձրալի սրբերի ժողովուրդը անցնում է փորձության միջով, բայց հաղթում է վերջում։ Ու այո, թագավորությունները, հիշում եք 12-րդ համարը ինչ որ որոշակի կյանք էր խոսում իրենց մասին։ Ասում է, որ թագավորությունները կարող են շարունակել գոյություն ունենալ, բայց բոլորը ենթարկվում են միայն մի հավիտենական թագավորության, որտեղ արդեն արդարությունն է իշխում։ Ու 27-րդ համարը բացատրում է 14-ը։ Այստեղ ակնարկվում է նույնացումը մարդու որդու նման մեկի ու սրբերի ժողովրդի միջև։ Ու այս միասնությունը կարևոր է հասկանալու այս տիտղոսների նշանակությունը։ Մենք ունենք քրիստոնեական վարդապետության մեջ ուսմունք Քրիստոսի հետ մեկության մասին։ Դրա մասին խոսում է Պողոս առաքյալի շատ թղթեր, Պետրոսի թղթի մասին մեջ կա։ Երբ որ մենք մեկացած ենք Քրիստոսի հետ, այն ինչ որ իրանն է, մեզ է պատկանում։ Եբրայեցիս թղթում էլ ունենք այսպիսի, հա, որ մենք իր ոնց որ sense փոքր եղբայրները համարվենք։ Այսինքն այն ինչ որ իրան տրվեց, մեզ էլ է տրվում։ Մենք Քրիստոսի հետ մեկացած լինելով համարվում ենք Բարձրալի սրբերի ժողովուրդը, այսինքն բոլորը անկախ նրանից թե ով են, եթե հավատում են Հիսուսին, մարդու որդուն, իր իշխանության տակ, հա, այսպես ասած, կամ ներքո, կամ իր հետ միության միջոցով ունենում են այս իշխանությունը, բայց իրականում այդ իշխանությունը իրան էր տրված 14-րդ համարում։ Ու 28-րդ համարը մենք տեսնում ենք խոսում է ամբողջ, հա, ոչ թե մենակ հրեշտակի մեկնության ավարտը, այլ խոսում է ամբողջ տեսիլքի ավարտը։ Ու ես պահեցի այս բանը իմ սրտում, սենց արտահայտություն կա, որ նոր կտականում էլ չէ, այս բաներ ունենք, որ օրինակ Մարիամ Աստվածածինը, երբ որ ասում է այս բաները պահեց իր սրտում։ Ինչ է նշանակում այս արտահայտությունը, որ ոչ թե վերջացավ, որ մենք ունենք 8-րդ համարում, էլի բացվում է այս թեման։ Ուղղակի ինքը սկսում է քննել, մտածել այդ ամեն ինչի մասին։ Ինքը ոչ թե ասում է գիրքը ստեղից վերջացավ, չէ։ Այսինքն խոսում է նրա մասին, որ ավելի շատ խորհելու, իր մեջ պահելու, հա, իմաստի մասին։ Ու ստացվում է ինչ, եթե մենք ամփոփենք, էլի եմ ասում, շատ կարճ էր, կարելի է մի քանի անգամ էլ հատկացնել 7-րդ գլխին։ Բայց եթե ընդհանուր ամփոփում ենք անում, թե այն ապագայական մոտեցումներով, որոնք որ ասում են, որ այս ամեն ինչը լինում է վերջում, թվերը ասում են կոնկրետ որ իրադարձությունն է, որ թագավորն է, թե անցյալի մոտեցումով, թե ընդհանրական մոտեցումով կոնկրետ մարդիկ կան, որ եղջյուրը ասոցացնում են Անտիոքոս 4-ի հետ ստեղել, ութումել, հա, մարդիկ կան ասում են, որ այս հետագա 11-րդ կայսրությունը Հռոմի պապն էր։ Եթե խոսենք, շատ կխոսենք, բայց այս ամեն ինչը վերում է նրան, որ ստացվում է, որ եթե անգամ նայես պատմության ամենասարսափելի փուլերին, տեսնում ենք, որ դրանք նույնպես Աստծո այդ ժամացույցի մեջ են։ Մեկը ինքը դրանց էլ է տվել ժամանակ ու վերջնական խոսքը պատկանում է մեկին, ով որ եկել է հինավուրցի մոտ ու ստացել է այդ իշխանությունը ու տալիս է նաև իր սրբերին, այսինքն իշխանությունը վերջում մնում է Բարձրալին ու իր սրբերին։ Ու եթե 7-րդ գլուխը սենց ամփոփենք, կստացվի, որ ինչ որ մենք սկզբից ենք նկատել։ Այո, կա աշխարհը գտնվում է հիմա քաոսի մեջ, կա գազանային իշխանություն, բայց մենք տեսնում ենք, որ հերթով իրանք սենց բարձանում են ու տապալվում են, բարձանում են, տապալվում են, բայց մենք պատկանում ենք մեկին, ում թագավորությունը հավիտյան մնում է ու մեզ դա հույս է տալիս։ Մենք կարողանում ենք ապրել այս աշխարհում առանց մտածելու, հա, ճիշտ է, որպես մարդ շատ անգամ մտահոգվում ենք, բայց գիտենք, որ հաստատ գոնե այն բանի հետ կապված, որ մեր թագավորությունը չունի ավարտ, որտեղ մենք պատկանում ենք մարդու որդուն ու այդ իշխանությունը տրված է հինավուրցից, գոնե այդ մի բանը հաստատ իմանալով մենք մեր հույսը չենք կորցնում։ Այսքանը 7-րդ գլխի մասով։